Բարև Մարի, մենք կրկին հանդիպեցինք հարգելի պատճառներով, Նարեկը մեզ հետ չի այսօր և մենք երկուսով ենք, սակայն մենք քննարկելու ենք շատ հետաքրքիր ու բովանդակալից թեմա, թե ինչու են երեխաները գաղտնիքներ պահում իրենց ծնողներից։ Այ օրինակ ինչ ես կարծում, ինչի ա տենց։ Ինձ թվում է կան բաներ, որոնք որ մենակ պետք է տվյալ մարդկանց հասանելի լինեն, ովքեր որ գաղտնիքները պահում են։ Ինձ թվում է մենք բոլորս էլ ունենք այնպիսի գաղտնիք էսպիսին ասեմ, որոնք որ մենք մեր մեջ ենք պահում կամ կիսվում ենք այն մարդկանց հետ, ում հետ որ մենք ցանկանում ենք, բայց ընդհանուր առմամբ այս աշխարհում չկա անենց մեկը, ով որ գաղտնիքներ չունենա, ինչքան էլ որ վստահի իր ծնողներին։ Դու ունես այդպես ինչ-որ գաղտնիքներ, որ մենակ դու գիտես դրա մասին։ Դե կան այնց գաղտնիքներ, որ օրինակ մենակ ես գիտեմ ու մտածում եմ, որ պետքա իմ մեջ մնա այդ, որովհետև ինքը իմն է։ Իսկ ինչը վերաբերվում է, թե ինչու են երեխաները գաղտնիքներ պահում ծնողներից, բայց հակառակ պետք է ծնողները իմանան դրա մասին, այսինքն ինչ-որ սխալ բան են անում ու այդ գաղտնի են պահում կամ ինչ-որ գաղտնի բաներ են անում առանց ծնողներին տեղյակ պահելու, նա այսպես ինչ-որ բան եմ մտածում, որ այդ գալիս է ինչ-որ չափով ծնողից, որովհետև ըստ իս ինչքան ծնողը խիստ է լինում երեխայի հանդեպ, ինչքան սենց կոպիտ սենց բռի մեջ է պահում ու ազատություն չի տալիս իր երեխուն, ոնց որ երեխու համար ազատությունը ավելի քաղցր է դառնում, ու իրեն հետաքրքիր է այնտեղ ինչ կա։ Այսինքն ծնողը իրան հետ է պահում դրանից, բռի մեջ է պահում սենց կոպիտ ասած, բայց այդ երեխուն հետաքրքիր է, թե այս պատուհանից դուրս օրինակ ինչ կա։ Ինչքան արգելում է, ոնց որ արգելված պտուղը ավելի քաղցր է։ Հա, ու ինձ թվում է ինչ որ չափով այդ ծնողից է գալի։ Այսինքն ծնողը պետք է այդ հիմքը դնի ոնց որ ու այդ ազատությունը տա իր երեխուն ու հերվից ոնց որ նայի իր երեխուն ու հասկանա ինքը ինչն է սխալ անում, ինչը չէ ու գա ձեռքը բռնի, ասի գիտես դու ես սխալ ես անում, սենց պետք է անես, այլ ոչ թե փակի տան մեջ ասի չպիտի դուրս գաս, ես չպիտի անես, որովհետև այդ տվյալ երեխու մոտ այդ դուրս գալու ցանկությունը ավելի է շատանում։ Իրականում ճիշտ ես, ես էլ եմ այդպես կարծում, որ եթե ծնողները շատ են իրենց երեխաներին կոնտրոլի տակ պահում, երեխեքը փորձում են, ինչպես որ դու ասեցիր, իրենց աչքերին թվա ազատությունը ավելի քաղցր։ Բայց լինում են դեպքեր, որ մարդը ուղղակի չի կիսվում իր ցանկությամբ։ Այսինքն այստեղ 100%-ով ծնողի ֆակտորին ըստ իս այդքան էլ 100%-անոց չի, բայց ինչ-ինչ վերապահումներով հիմնականում ծնողներինն է խնդիրը լինում, բայց լինում են դեպքեր, որ օրինակ հենց ոչ թե երեխայի գաղտնիքն է, այլ օրինակ մեկ ուրիշ մարդու գաղտնիքն է, որը որ երեխան տվյալ անձնավորությունը իմանում է, այսինքն լինում են երկու ընկերներ, ովքեր որ իրար հետ ինչ-որ թեմաներով կիսվում են, դա ինձ թվում է գողություն է, երբ որ քո կողքի մարդը քեզ գաղտնիք իր վստահում է, դու գնում ես ուրիշին պատմում ես, օրինակ հենց նույն ծնողին։ Հա։ Իրականում ատո անուն է դնում են, որ վստահում են իր ծնողներին, կարաս վստահես քո ու քո անձնական սահմանները, բայց ուրիշի անձնական սահմանները դարձնես վստահման ապացույց, դա իմ համար այդքան է ճիշտ չի։ Հա, ես համաձայն եմ քո հետ ու տենց դեպքեր ինձ թվում է հիմա կան, որ ըստ մա եղել են, էլի։ Որ ինչ-որ մեկին վստահում ես, քո գաղտնիքը ասում ես, հետո այդ գաղտնիքը սենց շարունակաբար տարբեր մարդկանց ականջներ անկնում։ Բայց շատ դեպքերում այդ լավ է, որ երբ որ մարդը նման բաներ անում, բայց դու ինքը հասկանում ես, որ ինքը սխալ արել։ Գիտես, պարտադիր չի, ինչ-որ մեկը քեզ գաղտնիք ասի, դու գնաս քո ամբողջ շրջապատում դա պատմես կամ տարածես։ Կոնկրետ հենց ծնողների մասին է խոսքը, որ դու գնում ես ծնողին ես ասում, անունը դնում ես վստահություն։ Բայց վստահությունը ուրիշների գաղտնիքները ի հայտ ու ցույց տալը չի, դա գողություն է։ Իմ կարծիքով այդ նորմալ չի ու ամեն ինչ պետքա չափի մեջ լինի։ Հա, նորմալ չի, իհարկե։ Մեզ ուղղակի պիտի այդ պահին մեր տեղը դնենք, տվյալ մարդու տեղը դնենք, թե մենք ինչ կզգանք, թե իմանանք, որ հա, թե մենք ինչ կզգանք, որ իմանանք, որ մեր տվյալ գաղտնիքը մարդուն վստահելով ասել ենք, ինքը գնում է ու պատմում է իր ծնողին։ Որովհետև այդ գաղտնիքը հենց քեզ է վստահված, ոչ թե քո ծնողին է վստահված։ Մար, այ օրինակ, արի մեր կյանքից օրինակներ բերենք,
Եթե քո շրջապատից ինչ-որ մեկը, քո ընկերներից ինչ-որ մեկը, ինչ-որ մեկին դու գաղտնիք ես, ոնց որ ասած, վստահում, քո անձնականից կամ չգիտեմ, քո խնդիրներից ինչ-որ բան ես իր հետ կիսվում, ու ինքը այդ ամենը բարձրաձայնում է իր ուրիշ ընկերների մոտ, ասենք ասենք, կամ հենց ընտանիքի անդամների ներկայությամբ, ասում է, գիտեք, Մարին ինձ սենց ինչ-որ բան է ասել։ Այ օրինակ քո վերաբերմունքը դու կփոխես տվյալ մարդու հանդեպ։ Իրականում ինձ թվում է բոլոր նորմալ մարդիկ այդպես կվարվեին, հա։ Ես ինքս այդպես կվարվեի, ինչ որ վերապահումներով, ուղղակի կդադարեի այդ մարդու հետ շատ շփվելը, կամ ընդհանրապես իր հետ միգուցե շատ շփվեի, բայց այլևս իմ գաղտնիքները, որոնք որ մենակ ինձ են պատկանում, բայց ես ուզում եմ կիսվեմ, ես էլ այդ մարդու հետ այլ ընդհանրապես չեմ խոսա, որովհետև եթե տվյալ թեկուզ տենց փոքր գաղտնիքը, որը յանից ինչ-որ շատ լուրջ բան չի ենթադրում, բայց ես պատմել եմ, բայց տվյալ մարդը գնացել է պատմել է իր ընտանիքին, ընտանիքից անցել է ընկերներին, տենց խորացել, հավատա, որ եթե ես էլ ավելի նեղ անձնական ինչ-որ գաղտնիքներ, եթե մարդու հետ կիսվեի, տվյալ անձնավորության, դրա մասին ինձ թվում է շատ բում կլիներ ուղղակի ամեն ինչ այդպես փոքր բաներից անկեղծ ասած գալիս, բայց ինձ թվում է, որ կան ընկերություններ, որտեղ որ նման իրավունքներ ոչ մեկ մյուսի նկատմամբ չի դրսևորում, այսինքն եթե դու տվյալ մարդու մոտիկն ես, ուրեմն իր անձնականը քեզ էլ է հասու։ Իսկ դու ինչ կաներ, եթե հենց այդ նույն դեպքը քո հետ պատահեր։ Իրականում չեմ մտածել սենց հարցի շուրջ, թե ոնց կվարվեի, բայց անկեղծ ասած իմ վերաբերմունքը այլևս առաջվանը չէր լինի տվյալ մարդու հանդեպ, նայ, նախ եւ առաջ, սենց մի հատ բան կա, որ ասում են, մի քիչ շեղվենք, հա, այս մասից, հետո էլի հետ կգանք, սենց մի հատ բան կա, որ ասում են, ես այդ մարդուց հիասթափվեցի, բայց ես մի քանի օր առաջ մտածել եմ, սենց ինչ-որ հասկացել եմ, որ մենք մարդուց չենք հիասթափվում, այլ հիասթափվում ենք մեր սպասելիքներից։ Այսինքն մենք մարդուն մեր մեջ իդեալականացնում ենք, ասում ենք այդ մարդը լավագույններից լավագույնն է, բայց մենք այդ մարդու հետ երկու բառ ենք փոխանակում, կամ ուզում ենք իրան մի քանի ամիս ճանաչած լինենք, ինչ որ մի հատ էտապ է գալիս, այդ մարդու մենք նենց բան է անում, որ մենք իրանից հիասթափվում ենք։ Ու շատ մարդիկ մտածում են, որ մենք այդ մարդուց ենք հիասթափվում, բայց ինձ թվում է, որ մենք մեր սպասելիքներից ենք հիասթափվում։ Ու տվյալ պարագայում ես նախ եւ առաջ իմ սպասելիքներից կհիասթափվեի, որ ես այդ մարդուց նման բան չէի սպասում, բայց եղավ։ Ու երբ որ չես սպասում մարդուց նման բան, հետո որ այդ ամեն ինչը լինում է, հարվածը ավելի ուժեղ է լինում։ Ես հաստատ իմ շփումը առաջվանը չէր լինելու տվյալ մարդու հետ, այդ հաստատ ինչ որ դիստանցիայով էի շփվելու իր հետ ու մեր մեջ ինչ որ պատեր լինելու հաստատ, այսինքն վստահություն եւ այլն չէր լինելու, կարող է իր հետ գնայի, չգիտեմ, ինչ որ տեղ կամ նստած լինենք, բարև ոնց է, այդպես ինչ որ բաներ լիներ, բայց առաջվանը հաստատ չէր լինի։ Ինձ թվում է հենց այդ ամենաճիշտն է ու շատ դեպքերում օրինակ ես շատ ընդհանրապես իմ գաղտնիքներով, այն ինչը որ ինձ է պատկանում, ես չեմ գնում կիսվում իմ շրջապատում ոչ մեկի հետ։ Նախ ոչ թե նրա համար, որ իրանց վրա եմ կասկածում, այլ պարզապես ես մտածում եմ, որ իմ մասնակցամանները իմն են ու դա իմ որոշումն է։ Ես կկիսվեմ, չեմ կիսվի։ Ում որ համարում եմ հոգեհարազատ, միգուցե ինչ որ բաներ իր հետ կիսվեմ, բայց որ այնպեսին, որ ես իմ ամբողջ կյանքը ինչ որ մեկի դիմաց sense նստեմ պատմեմ, իմ մոտ նման հասկացողություն գոյություն չունի, որովհետև հիմա մենք այնպեսի դարաշրջանում ենք ապրում, որ ոչ մեկին չի կարելի 100% նստել, որովհետև մենք մարդուն միջևերջ չենք ճանաչում, եթե կամ իր հետ մեր ամբողջ կյանքը չենք ապրում, կամ իր հետ ճանապարհ չենք գնում։ Հա, ես համաձայն եմ քո հետ, որ մենք շատ ցավալի այդ հասարակության մեջ ենք ապրում, այն դարում ենք ապրում, որ վստահություն, ինչ որ մեկի հետ կիսվել, հետո կարող է շրջադարձային լինել ու քեզ հարվածել։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել ուղղակի այդ հարցերում։ Կամ ինչ որ բաներ պատմելուց կոնե sense մի փոքր բաներ հաշվի առնել, թե նախ դու ում ես տվյալ բանը պատմում, թե ինչ
տեքստով ես այդ ամեն ինչը ներկայացնում տվյալ մարդուն։ Այսինքն նախ մարդու հետ երբ որ դու կիսվում ես, sense մի բան էլի, մոտ sense մի քիչ հակասական բան առաջացավ, երբ որ օրինակ դու գիտես տվյալ մարդը ով է, բայց գնում ես իր հետ կիսվում ես ու լսում ես, որ ինքը գնացել է իր ընտանիքին պատմել է կամ իր քեզ օտար շրջապատին է, դա արդեն քո մեղավորությունն է, հիմա ասեմ ինչի, որտեղ դու մարդու հետ շփվում ես, դու գիտես ինքը ինչ տեսակի է, գիտես որ բերանից թույլ է կոպիտ ասած, բայց գնում ես քո անձնականը իրան ես պատմում։ Այդ դեպքում դու բողոքելու չունես, այդ դեպքում ընդհանրապես դու բողոքելու չունես։ Որովհետև այդ մարդուն ճանաչելով ինքը ով է, ինչ է անում, իր ապրած կյանքով հանդերձ ով է, գնում ես ու քո ասացի պես ամբողջ կյանքդ պատմում ես իրան, հետո գլխիդ ես տալի, խի պատմեցի։ Այսինքն պետք չի 100% մեղքի չափաբաժինը գցել հենց տարածողի վրա, որովհետև դու ինքդ գիտես թե ում հետ ես կիսվում կամ ում ես պատմում այդ ամեն ինչը։ Իմ համար միակ մարդը ում հետ որ դու կարաս կիսվես, այդ մենակ քո ծնողն է, ում որ դու համարում ես քեզ շատ հոգեհարազատ, բայց կան բաներ, որոնք որ մեկը մնում են հենց քո մեջ։ Ստեղ չի գնում ծնողների նկատմամբ, հա։ Ստեղ ուղղակի պրոստը հարցը չի գնում ծնողին չվստահելու, այլ գնում է, որ ուղղակի դու ուզում ես քո անձնական սահմաններն ունենաս, որոնք որ մենակ քեզ են հասու լինելու, այլ ոչ թե քո ընտանիքի անդամներին։ Հա։ Հա, այս այդ բնական բան է, ու յուրաքանչյուրի մոտ կա այդպես ինչ-որ բան, որ ուզում են իրենց անձնական սահմանները ունենան ու ոնց որ իրենց մեջ պահեն։ Բայց ոչ են sense կատաստրոֆիկ ինչ-որ բաներ, որ պետքա ծնողին ասել, պատմել ու չեն անում, որովհետև հետևանքները շատ հետո վատ է լինում։ Կան բաներ, որոնք որ պետքա խոսած, բայց կան բաներ, որոնք որ մենակ դու ոնց որ դու փորձում ես քո այդ գաղտնիքներով կամ այդ իրադարձությունը, որը որ մենակ քեզ է հասանելի, բայց դու չգիտես քո հետ հետո ինչ կլինի, ինձ թվում է դա համել մեր համար sense ինչ որ փոքր փորձություն է մեր համար, որ ոչ թե մենք մեր հույս անդրադառնանք մեր ծնողների վրա, այլ մենք մեր վրա դնենք։ Այսինքն դա մեր համար մի sense փորձություն է, որ այն ինչ որ մերն է ու դրանով մենք պետք է հասկանանք թե ինչ ենք անելու հաջորդ քայլին, դրանով փորձենք առաջ գնալ։ Հա, ես համաձայն եմ, քո հետո ինձ թվում է յուրաքանչյուր հարցում պետք է քո ոնց որ հույսը քո վրա դնես։ Բայց այ օրինակ կան գաղտնիքներ, որոնք որ շատ դեպքերում երեխաների համար պատայնների համար դառնում են մի փոքր կամ հենց վտանգավոր, ասեմ ինչու, որովհետև ենթադրենք քո շրջապատում կան վատ ուղղությամբ ապրող մարդիկ, ովքեր որ վատ բաներով են զբաղվում, կոնկրետ չմատնանշեմ թե ինչ, պարզ էր, զբաղվում են վատ բաներով ու դու տվյալ մարդկանց մեջ ինտեգրված ես, այսինքն տվյալ մարդիկ քո շրջապատի մի մասն են կազմում։ Ու դու գնալով անընդհատ ընկնում ես այդ մոլուցքի մեջ, հիմա քեզ հարց, կիսվես ծնողիդ հետ, թե չկիսվես, այսինքն դու գաղտնի պահես քո ծնողից, որ քո շրջապատի այսինչ մարդը արդեն այդպիսին է ու տեսնես թե ինքը ոնց է անդադ կործանվում, մի հատ էլ քեզ քաշում դրա մեջ, թե ուղղակի լռես ու էլ ոչ մի բան չանես։ Նայ, մենք երկար խոսեցինք այս թեմաներով, մեր տեսակետները ասեցինք, բայց կոնկրետ այս հարցի շուրջ ես այսպես եմ մտածում, որ եթե խոսքը գնում է նման վատ շրջապատի մեջ գտնվելուն, այսինքն քո շրջապատի մեջ եթե կա ինչ-որ մեկը, ով այսպես կոպիտ ասած փոսի մեջ է ու դու լռում ես, ինձ թվում է այդ սխալ է, որովհետև դու ավելի շատ համ քեզ ես վնասում, համ քո այսպես էս ընկերոջը, դրա համար ինձ թվում է որ պետք է կիսվել, ոչ թե կիսվել, այլ պատմել ու խոսել ծնողի հետ, որ այսպիսին մարդ կա, որ ես չեմ ուզում, որ ինքը սենց մնա, այնպես անենք, որ ինքը փոխվի, կյանք վերադառնա, ու ինձ թվում է պետք է խոսել այդ պարագայում չլռել ուղղակի։ Ու անգամ եթե այն փաստը, որ դու տվյալ մարդուն չես նմանվի քո դաստիարակությունից ելնելով, այսինքն քեզ նման բաներ թույլ չես տա։ Ամենայն դեպս ինձ թվում է, որ ինչքան է որ դու տենց քո վրա ուժեղ լինես, վստահ լինես, ամենից պետք է ծնողի վրա, ծնողին դրա մասին տեղյակ պահես, որ դրան մի փոքր արդեն ավելի մի քիչ ուրիշ կերպ մոտենան։ Դե արդեն մեր եզրակացություններն արդեն պարզ են, բայց եւս մեկ անգամ խոսենք։
Ինչ հասկացանք մենք մեր այս հաղորդումով, որ կան բաներ, գաղտնիքներ, որոնք որ կարելի է ծնողի հետ կիսվել, ինչ-որ բաներ հաշվի առնելով, ապագայի վերաբերյալ հենց։ Եվ կան գաղտնիքներ, որոնք որ մենք իրավունք չունենք ուրիշների գաղտնիքները պատմելու մեր ծնողներին կամ մեր ընկերոջ համար օտար ընկերներին, որոնք որ մեզ են ծանոթ, բայց իրենց օտար։ Եվ ընդհանրապես կան բաներ, որոնք որ մնում են մեր մեջ եւ ամեն մեկի մոտ բարձրաձայնելը հենց օրինակ հենց ուրիշ ընկերների մոտ կամ ծնողների մոտ դա ամենասխալ բանն է։ Դե ինձ թվում է մենք էլի կհանդիպենք ավելի հետաքրքիր թեմաներով, ավելի բովանդակալից եւ մեր հանդիսատեսին էլ ավելի կհետաքրքրեցնենք։